Շնորհակալ եմ, պարոն Բաբաջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլից հարցեր մի քանի, որը կխնդրեմ ավելի արագ արձագանքի։ Լիքը բացահայտումներ արեցի եւ դա ձեր նաեւ շնորհիվ էր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ։ ԱՄՆ-ում ԶԼՄ հիմնելը լրագրություններ թե քաղաքական նախագիծ։ Քաղաքական եւ լրագրական նախագիծ։ Կվերադառնայիք լրագրություն, եթե նորից սկսեիք ամեն ինչ։ Չէ, եթե նորից սկսեի, հաստատ կդառնայի օրինակ հոգեորական։ Քոչարյանից բացի ինչու երկար ժամանակ չեք թիրախավորել մյուս նախկիններին։ Քոչարյանը ինձ ամբողջական նախկիններին նկարագրող, մարմնավորող երևույթ է, որի տակ Աղվան Հովսեփյանն է, Սերժ Սարգսյանն է եւ ամբողջ դատական համակարգն է, նախարարներն են, Գագիկ Ծառուկյանն է, ելում ասեմ, Դաշնակցությունն է, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ինչ որ փուլում Ռոբերտ Քոչարյանի հետ են աշխատել, հետո աշխատել են Սերժ Սարգսյանի հետ։ Վովա Գասպարյանի հետ ձեր հարաբերությունները քաղաքական ազդեցություն ունեցել են ձեր կարիերայի վրա։ Մենք ընդհանրապես քաղաքական դրամագծորեն իրարից տարբերվող պատկերացումներ ենք ունեցել։ Եթե Վովա Գասպարյանը չկիսեր իմ մտահոգությունները պետության այդ փուլում խնդիրների ընթացքի վերաբերյալ, դժվար կլիներ մեր համատեղ շփումը առհասարակ։ Ինքը կիսել է իմ շատ ու շատ մտահոգություններ, որ այսպես շարունակել հնարավոր չի, եւ դա մեծապես նաեւ օգնել է, որ մենք հարաբերվենք։ Մտերմն ենք։ Մարդու իրավունքների օրակարգը Հայաստանում հաջողված թե ձախողված եք համարում։ Կարծում եմ մենք երկար ճանապարհ ունենք այդ ուղղությամբ անցնելու։ ԵՄ անդամակցությունը իրական հեռանկար է թե քաղաքական պատրանք։ Շատ իրական, ամեն օր ավելի իրական։ Ես համոզվում եմ դա նաեւ մեր շփումներից։ Անձնական հարց. Երբ կամուսնանաք, լուսանկարներից գուշակում ենք, որ ձեր սիրտը զբաղված է։ Այո, հուսանք ընտրությունները այդ իմաստով կարևոր հանգրվան կլինեն ավարտելու եւ անձնական կյանքով զբաղվելու։ Առավոտյան օրը ինչպես եք սկսում։ Իմ առավոտը դա մի մեծ պատմություն է։ Ես առավոտյան 4:30-ին եմ արթնանում ամեն օր եւ պլանավորում եմ օրս, հիմնական աշխատանքներ անում եմ մինչեւ ժամը 9, որպեսզի 9-ից հետո կարողանամ անարգել քաղաքական հանդիպումների, գրասենյակում լինել, այցելել մարզեր։ Ես ընդհանրապես դիսցիպլինայի եւ կարգապահության ամեն օր 4:30-ին հիվանդագին, այո, հիվանդագին։ Քաղաքականություն թե ԱՄՆ-ում օվկիանոսի ափին գիրք կարդալ։ Քաղաքականություն Հայաստանում։ Այսօրվա Հայաստանի գլխավոր վտանգը ո՞րն եք համարում։ Անտարբերությունը։ Իշխանությունը հիմա ավելի ուժեղ է թե ավելի խոցելի։ Ցանկացած պարագայում մեր մարտահրավերները եւ սպառնալիքները հաղթահարելու համար մեզ կարողություններ են պետք եւ ուժ եւ գիտակցում, որ դրանք հաղթահարելու համար մենք չպիտի ապավինենք մի քաղաքական գործի, մի քաղաքական ուժի եւ մի ընտրական ցիկլին։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենալով տարբեր պատկերացումներ մեր պետության զարգացման վերաբերյալ, երբեք չվիճարկենք պետության գոյությունը։ Մեր հիմնական խնդրեմը մեր քաղաքական մրցակիցների հետ հենց սա է։ Մենք կարող ենք եւ ունենք տարբեր ռազմավարական, մարտավարական հարցերում տարբերություններ, այդ թվում մեզ նման այլ դեմոկրատական ուժերի հետ։ Բայց մենք չենք վիճարկում, մենք պետություն պիտի լինենք, թե ոչ։ Հիմնական այս Պուտինի պարազիտների եւ մեր տարբերությունը նա է, որ իրենք կասկածի տակ են դնում մեր պետություն ունենալու իրավունքը։ Այս սա հիմնարար տարբերությունը։ Ես կարծում եմ, որ սա լուրջ խնդիր է։ Փաշինյանի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Կարծում եմ շատ էմոցիոնալ լինելը, իրան անընդհատ խնդիրների առաջականգնեցնում եւ այդտեղ էլ մենք անելիք ունենք։ Ես շատ կուզեի, որ շրջապատում մեկը լիներ, որ այն ամենավերջի խոսքը ասելուն ձեռքը բռներ, ասեր մի ասա։ Եվ մենք էլ այդտեղ անելիք ունենք, եթե մեր ժողովուրդը մեզ այդ առիթը տա, սանձելու իմաստով։ Վերջի օրը, վերջի խոսքը չասելու, վերջի բառը չասելու,
վերջին էմոցիան զսպելու իմաստով։ Ընդդիմության ամենամեծ գեղձիքը։ Ես ճիշտ ասած այն ում դուք ընդդիմություն եք կոչում, իրենց ամեն ինչ կարելի է կոչել բացի ընդդիմություն։ Հայաստանը հիմա ինքնիշխան է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ինքնիշխան լինելու ճանապարհին հաստատուն քայլեր է իրականացնում։ Ում հետ երբեք դաշինք չեք կազմի։ Նրանց հետ ում հետ չունենք արժեքային նպատակների եւ շահերի ընդհանրություն։ 2020 թվականի պատերազմը հնարավոր էր կանխել։ Այո, եթե հանձնեինք պետությունը, հիմա էլ են մեզ ասում, հանձնեք պետությունը, որպեսզի օրինակ տնտեսական պատերազմ չունենանք։ Ձեր ամենակոշտ քննադատը ով է։ Ընտրողը, ժողովուրդը։ Այս իշխանությունը կարող է խաղաղություն բերել։ Խաղաղությունը, ես կարծում եմ, որ իշխանությունը գործիք է ժողովրդի ձեռքին։ Ես ամեն օր տեսնում եմ, որ ժողովուրդը խաղաղություն է տենչում, բայց միևնույն ժամանակ առաջին մտահոգող հարցը անվտանգությանն է առնչվում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք քաղաքական ուժերի շատ մեծ համախոհություն ունենանք այն օրակարգի շուրջ, որը խաղաղություն կբերի, որովհետև բևեռացված այս միջավայրում շատ ծանր կլինի եւ շատ դժվար կլինի խաղաղության հասնել։ Եվ ի դեպ ասեմ, մեր միջազգային գործընկերներն էլ նայելով մեր ներսի այս պոլարիզացված, այս բևեռացված վիճակը շատ մտահոգ են եւ կասկածում են, որ մեզ կհաջողվի օրինակ միջազգային պայմանավորվածությունները կյանքի կոչել։ Եվ այն, ինչ մենք ներսում այսօր ունենք, մեծ հաշվով Հայաստանին կարող է ոչ պայմանագրունակ պետություն դարձնի։ Հետևաբար ներքին համերաշխությունը, ներսում արդարության հաստատումը ծայրաստիճան կարևոր է, նաև դրսում հաջողության հասնելու համար։ Առանց ներքին խաղաղության հնարավոր չի դրսում խաղաղություն ունենալու։ Մենք ներսում խաղաղություն հաստատելու կարիք ունենք, Սոնա ջան։ Ով է այսօր իրական ընդդիմադիր գործիչը ըստ ձեզ, պարոն Բաբաջանյան։ Մենք ամենայն դեպս եթե ձեզ լավ ընդդիմություն համարում եք։ Այո, ես կարծում եմ, որ մենք ճիշտ ընդդիմություն ենք, լավ ու վատ չկա։ Մենք ամենայն դեպս լավին լավ ասելու եւ վատին սրտացավորեն արձագանքելու դժվարություն չունենք։ Եվ վերջին անգամ երբ եք սխալ ընդունել հրապարակայնորեն, երբ դուք սխալ եք գործել եւ ներողություն եք խնդրել։ Միշտ չեմ կարող մտաբերել, բայց երբեք այդ դժվարությունը չեմ ունեցել եւ իհարկե լինելով սխալական, նաեւ եթե դրա անհրաժեշտությունը եղել է, միշտ էլ հրապարակայնորեն եմ սխալս ընդունել։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջանյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Զրույցի համար շատ հետաքրքիր էր։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։